Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիք, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր կխոսենք կրթությունից, ինչու ոչ նաեւ Հայաստան-Սփյուռք կապերից։ Մեր հյուրն է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պարոն Դանագուլյան, սկսենք երևի թե կրթությունից, որովհետեւ անցած տարվա ընթացքում այս հարցը առաջնակետում էր, նոր օրենքներ ընդունեցին, նոր բազում քննարկումներ եղավ, թե ինչպես պետք է, այսպես ասեմ, կա հստակ զգացողություն, գոնե ինձ մոտ որպես լրագրողի, որ Հայաստանի Հանրապետության կրթության գիտության նախարարը ունի որոշակի տեսլական։ Համաձայն ենք այդ տեսլականի հետ, թե ոչ, դա երկրորդ հարց է, հա, բայց ինքը ունի տեսլական ու կարծես թե փորձում է այդ տեսլականի ուղղությամբ շարժել կրթությունը։ Ունեք դուք նման տպավորություն, չնայած որ հերվից եք նայում, հա, այս ամենին, եւ ընդհանրապես ինչպիսին է թեկուզ կողքից նայելուց երևում Հայաստանում կրթությունը նրա այդ զարգացման ընթացքը կամ գուցե դուք ավելի բացասական գնահատական կտակ զարգացում բառը օգտագործեցի։ Ես կասեմ, որքանով ես գիտեմ այսօրվա process-ները Հայաստանում, ես ունեցել եմ նորություն խոսել տարբեր պաշտոնյաների հետ, գիտության կոմիտեի ղեկավարության հետ, ես նորություն եմ ունեցել խոսել ԿԳՄՍ նախարարի հետ, ու ընդհանրապես ես տեսնում եմ, թե իրենք ինչպես են մտածում ու իրենք ինչ են գրում, ու նաև ես նորություն եմ ունեցել նաև ասենք անցնել այս նոր օրենքի բովանդակությամբ ու ես համաձայն եմ այն գնահատականի հետ, որ իսկապես որ նախ առաջին անգամ վերջին 30 տարվա ընթացքում իսկապես կա ինչ որ նախ կա հասկացություն, որ իսկապես մենք ունենք ծայրահեղված վիճակ, որը պետք է շտկել, երկրորդը կա անկեղծ ցանկություն իսկապես շտկել այս իրավիճակը, եւ երրորդը, որ առաջին անգամ իսկապես կա ինչ որ տեսլական, ինչ որ բան անել։ Հիմա տեսլականը միշտ էլ ենթակա է վիճաբանությունների, որովհետև տեսլականը դա խոսք գնում է ապագայի մասին, հա։ Ու ապացուցել, որ այն ճշմարիտ է կամ սխալ է, դժվար է, հա, այսինքն դա հիմնական ինտուիցիայի հարց է, հա։ Ես գտնում եմ այն տեսլականը, որով ասենք մոտենում են եւ ԿԳՄՍ ղեկավարությունը եւ գիտության կոմիտեն, ընդհանրում դա այն տրամաբանական մոտեցում է, դու տեսնում ես, որ կենտրոնում են այս լուրջ խնդիրների վրա։ Կարող ենք ասենք վիճել նրա մասին, թե չգիտեմ, ասենք ակադեմիական քաղաքը ինչպես է կազմակերպվում, որքանով է նա խնդիրներ լուծելու, կարող ենք վիճել նրա մասին, թե տարբեր օրենքի տարբեր կետերի մասին, թե արդյոք նրանք հարցերը լուծում են բավական չափ լավ, արդյոք պետք է ուրիշ կետեր։ Դա միշտ էլ իհարկե կարելի է դրա մասին անverջ վիճել եւ պետք է վիճել։ Դուք դասավանդում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, առնվազն բուհական համակարգում ես ոնց հասկանում եմ, որ բոլորս էլ դա գիտենք, հա, կա հստակ շատ խորը տարբերություններ կրթական համակարգում հայաստանյան եւ ամերիկյան։ Ես անգամ ուզում եմ ձեզ հարցնել, որոնք են, այսինքն, ըստ ձեզ ինչ տարբերություններ կան եւ ինչ կարող ենք մենք ворթեգրել Հայաստանից, Ամերիկայից, բայց օրինակ այս պահին նստած մտածում եմ, իսկ մենք այս պահին կարող ենք ասել, որ մենք ունենք այսպիսի կրթական համակարգ, որովհետև ինքը մի մասը համակարգի պարզապես չի աշխատում, մի մասը բուրըն փոփոխությունների փուլի մեջ, այնքան ինչ որ շարժվող մի բան է, որ անգամ դժվար է համեմատել։ Դեք ավելի հեշտ կներ հարցնել, որոնք են նմանությունները, որովհետև տարբերությունները իրական բավական մեծ են եւ նրանք մեծ են, ասեմ ինչ իմաստով են մեծ, հա, ուրեմն երկու հարց, կառուցվածքային տարբերություններ ու ասենք որակական տարբերություններ, հա, վիճակը, կրթության վիճակը, գիտության վիճակը։ Ուղղակի խոսենք կառուցվածքային տարբերությունների մասին, ասենք Հայաստանի կրթական համակարգը դա ավելի շուտ եվրոպականին շատ ավելի նման է, հա։ Ընդհանրապես հայկական այսօրվա կրթական գիտական համակարգը դա սովետական համակարգն էր, որն է ժամանակին ցարական համակարգն էր, որը գայսեր գերմանացիներից վերցված համակարգն էր։ Ամերիկյան համակարգը նույնպես շատ ուժեղ ազդեցությունների է ենթարկվել գերմանական համակարգից։ Գերմանացիներն են, որ կարելի ասել հորինել են ժամանակակից համալսարանը։ Նու համարյա թե, հա։ Ու բայց երբ որ եթե մենք փորձենք դες ամենամեծ տարբերություններին նայենք, ասենք հայկական, սովետական, եվրոպական կրթական համակարգի, բուհական համակարգի եւ ամերիկյան, հիմնական տարբերությունները կան նրանում, որ ասենք այս համակարգի մեջ կան շատ խիստ տարանջատումներ տարբեր դիսցիպլինաների միջև, ֆիզիկոսները չեն խոսում մաթեմատիկոսների հետ, չեն խոսում առավելևս չեն խոսում ինժեներների հետ, եւ այսինքն բանը բարձրագույն կրթությունը հիպեր մասնագիտացված է։
ամերիկյան համակարգում ամեն ինչը sense իր միջով հոսում գնում ֆիզիկոսները ասենք ես որպես ֆիզիկայի ուսանող ես երևի իմ ժամանակի իմ ու երևի 30%-ն է անցկացնում ֆիզիկայի ֆակուլտետում։ Մեր Երևան Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողը անցկացնում է իմ 90%-ը մոտավորապես։ Ես ուղղակի որ նայում եմ ասենք իրենց կուրրիկուլումը, տեսնում եմ թե ինչ դասախոսություններ են գնում, անգամ մաթեմատիկան նրանք անցնում են ֆիզիկայի ֆակուլտետում, հա։ Մեր դեպքում մենք ասում ենք ֆիզիկան, ֆիզիկայի ֆակուլտետում, մաթեմատիկան մենք ասում ենք մաթեմատիկոսների հետ, մաթեմատիկայի ֆակուլտետում, կենսաբանությունը, կենսաբանների հետ, լեզվաբանությունը, երաժշտությունը ինչպես նաև թատրոնը անցնում ենք կամ տարբեր հումանիտար առարկաներ անցնում ենք հումանիտար առարկաների մասնագետների հետ եւ դասախոսները հիմնականում չգիտեին թե ով է, իրենք հավասարապես էին բոլորին գնահատում։ Հիմա ինչու է սա իմ կարծիքով օգտակար չէ երկրորդ մոդելը ավելի մոտակար, այն ստեղծում է հնարավորություններ ի ծնե, այսինքն երբ որ գիտնականը ծնվում է 18 տարեկանում, եթե կարող ենք դա անվանել գիտնականի ծնունդը, հա, կամ ասենք ապագա մասնագետի ծնունդը, նրա զարգացումը շատ բազմադիսցիպլինար է, հա։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօրվա դրությամբ աշխարհում հիմնական դժվար խնդիրները իրենք չափազանց բազմադիսցիպլինար են։ Եթե մենք անգամ մեր այստեղի ֆիզիկոսներին ասենք, եթե հիշեցնեմ, թե օրինակ ինչից է բաղկացած, ասենք էքսպերիմենտալ միջուկային ֆիզիկան։ Էքսպերիմենտալ միջուկային ֆիզիկան որպես այդպեսին բաղկացած է մեծ քանակությամբ ինժեներական խնդիրներից։ Էլեկտրոնիկա, էլեկտրոնային ինժեներիա, դրա մեջ մտնում է նյութաբանություն, հա, դրա մեջ եթե մենք տեսնենք ինչպես են աշխատում միջուկային ֆիզիկայում գործածվող դետեկտորները, արագացուցիչները, դրանք ոչ միջուկային ֆիզիկա են, ու շատ հաճախ դրանք ֆիզիկայել չեն, բայց միջուկային ֆիզիկան առաջ է գնացել, շատ արագ առաջ է գնացել 50-ական մասնագետական, որտեղ իրենք մեծ քանակությամբ ներգրավել են մասնագետների ուրիշ ոլորտների։ Իրենք կարողացել են կառուցել արագացուցիչներ, որոնք շատ մեծ էներգիաներ են հասել։ Իրենք կարողացել են կառուցել տարբեր գործիքներ, որոնք շատ ճշգրիտ չափել են որոշ բաներ։ Հենց ֆիզիկոսները դա չեն կարող անել, դա պետք է ներգրավեին ուրիշ մարդկանց ու իրենց հետ խառնվեին։ Հայաստանում այդ խնդիրը կա։ Եվրոպական սովետական մոդելում այդ խնդիրը շատ խորն է ու այն ես անգամ կասեի այն անգամ մշակութային է։ Ես մեծացել եմ ֆիզիկոսների ընտանիքում, շրջապատում եմ եղել ֆիզիկոսներով, դե դու ֆիզիկոսին ասված չտա ինժեներ անվանես, դա շատ խորը հայհոյանք է։ Մի ասենք բան ցիտատ, որ ես շատ հաճախ եմ բանանում ցիտում, մի հատ գերմանացի գիտնականի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հարցրել են, ինչպես եղավ, որ ամերիկացիները հասան միջուկային զենքին, այլ ոչ թե գերմանացիները։ Ու սրան իհարկե լիքը պատճառներ կան, որոնք հայտնի են, բայց ինքը նաև մի գործոն էլ թելադրեց։ Ինքը ասաց հիմնական տարբերությունը ամերիկյան եւ գերմանական կրթական համակարգի այդ խիստ տարանջատումներն էին։ Ասում ամերիկացիները կարողացան ստեղծել միջուկային զենքը, որովհետև ֆիզիկոսները աշխատում են ինժեներների հետ եւ աշխատում են արդյունաբերության, այսինքն բիզնեսմենների հետ։ Եվ այդ բոլոր բաներն էլ եւ ինժեներները, եւ ֆիզիկոսները, եւ բիզնեսմենները պատրաստ են միասին աշխատել։ Ու դա թույլ տվեց հասնել միջուկային զենքին այդքան արագ։ Կարծիք կա, որ այն համակարգը, որը հիմա մենք ունենք, ինչքան էլ փորձեն կոսմետիկ փոփոխությունների ենթարկել, մեծ հաշվով արդյունք չի տա, այսինքն, հա, նույն ակադեմիական քաղաքի իմաստը ոչ միայն լոկացիայի փոփոխությունն է, այլ հենց այդ լոկացիայի փոփոխության ընթացքում ասма քանդել նորից սարքել, հա, համակարգը զերոյից։ Ինչպես է վերաբերվում նման կարծիքի։ Ես կուզենայի, որ սա ակադեմիական քաղաքի հարցում դինեին ավելի հստակ պատկերացումներ, այլ ոչ որ ինչպես մենք տեսնում ենք, ասենք, բուհական համակարգի ռեֆորմ, իսկապես որ կա լավ լիք մանրամասն նկարագրություն թե ինչ արվելու, ոնց է փոխվելու։ Կա ինչ-որ հասկացություն թե ինչու է դա արվում, ասեմ, ակադեմիական քաղաքի դեպքում հաշվի առնելով այն ռեսուրսները, որ հոսելու են այդ պրոյեկտի մեջ, որոնք բավական մեծ են, երբ խոսքը մի քանի միլիարդի մասին է լինելու, ամենակիչը, այսինքն դա մոտավորապես 1 միջուկային ռեակտորի համարժեք պրոյեկտ է, հա։ Դա կներ ավելի լավ հասկանան, թե կոնկրետ ինչպես է դա արվելու։ Ասենք, ինչպես դուք ճիշտ ասացիք, օքեյ, ստեղծեցինք նոր կամպուս, հա, ինչպես ենք այն բնակեցնելու, ումով ենք այն բնակեցնելու, որտեղից ենք նրանց բերելու, որոնց ենք նրանց խրախուսելու, որ գա, հա։ Նայեք, ցանկացած համակարգ առաջին հերթին դա մարդիկ են։ Դա ոչ շենքերը եւ գործիքները, սարքերը կարևոր են, հա, բայց առաջին հերթին դա մարդիկ են։ Ոնց ենք մենք բերելու լավագույն մարդկանց, հա, ու ով է այդ որոշումները կայացնելու։ Լավ կլինի, որ դրա մասին նաև տեսական լինի, հաշվի առնելով թե ինչքան ռեսուրս է հոսելու այդ պրոյեկտի մեջ։ Ընդհանուր տրամաբանությունը զրոյից սկսելու անձամբ շատ դուր է գալիս։ Որովհետև եկեք անկեղծ լինենք, դու երբ որ դու ունես կազմակերպություններ, ու նրանց փորձում ես ռեֆորմի ենթարկել,
նու դա կարելի է, բայց դա բավականին դժվար է։ Դա հատկապես դժվար է հանրային օբյեկտներում, հանրային կազմակերպությունում, որտեղ նրանք քաղաքականապես լիցքավորված են։ Ասենք պատկերացրու դու ունես ինչ-որ կազմակերպություն, մասնավոր կազմակերպություն, ասենք կարող բան է Ամերիկայի բորսայում ամենամեծ քանակությամբ հարստացած մարդը դա Warren Buffett-ն էր, ինքը ինչ էր անում, տեսնում էր ինչ-որ կազմակերպություն, ինչ-որ ընկերություն, որտեղ հրաշալի, ասենք, մասնագետներ կային, բայց ադմինիստրացիան խայտառակ վատն էր։ Նա այն ցածր գնովա գնում էր այդ կազմակերպությունը, ամբողջ ադմինիստրացիան գործից հեռացնում էր, հենց հաջորդ օրը։ Առանց նոր ադմինիստրացիա էր բերում ու 2-3 տարուց հետո այդ ընկերությունը դառնում էր շահաբեր։ Արդյոք դա կարելի է անել, ասենք, պետական համալսարանի հետ, ոչ, որտեվ այն քաղաքականապես շատ լիցքավորված տեղ է, եթե դու այդպիսի բաներ սկսես անել, գնաս ու ռեալ, ու դա պետք է անել, սկսես հեռացնել անարդյունավետ աշխատող մարդկանց, խոսքը չի գնում ադմինիստրացիա մասին։ Խոսքը գնում է դասախոսների մասին։ Նրանք, որոնք վատ են դասավանդում, նրանք, որոնք չեն ուզում դասավանդել, նրանք, որոնք չեն ուզում փոխել իրենց մեթոդները, դու առնչվելու ես բավականին մեծ դիմադրության հետ։ Մի շարք պատճառներով, որոնք կարող ենք ժամերով խոսել։ Այդ իմաստով ես հասկանում եմ ցանկությունը ու այն մոտեցումը, որ գիտեք, գուցե ավելի հեշտ է զրոյից սկսել, քան թե ասենք իմ տպավորությունը այն է, որ այս կառավարությունը փորձում միաժամանակ այնուամենայնիվ ռեֆորմի ենթարկել եղած բուհերը, հա, այն հույսով, որ գոնե ինչ-որ մի բան դուրս կգա, ու միաժամանակ էլ երկրորդ ճանապարհը դա իսկապես ինչ-որ բան զրոյից սկսելն է։ Ինչ-որ բան զրոյից սկսելը երևում է, բայց մյուս կողմից էլ օրինակ կա այնպիսի տպավորություն, հենց թե գիտության մասին օրենքից, թե հենց գետնի վրա, այսպես ասած, վարած քաղաքականությունից, որ մեծ հաշվով արդի կառավարությունը շատ հարցերով որդեգրում է նախկին իշխանությունների մոտեցումը։ Դա բուհական կառավարման մեջ խառնվելն է, կուսակցական որոշակի, եթե ոչ բացահայտ, բայց ազդեցությունը այնուամենայնիվ տարածելն է, չգիտեմ, նման ձևաչափով արդյոք հնարավոր է զարգացնել կրթությունը։ Այս նոր օրենքի մեջ կա մի հատուկ կետ, որի մասին մեծ վիճաբանություններ եղան այն հանձնաժողովում, որ տեղից ներառել էին, Սփյուռքահայ տանը, որտեղ սև սպիտակին գրված է, որ կուսակցական անձիկ չեն կարող լինել բուհի որոշ կառավարող մարմինների մեջ։ Ու դա երևի առաջին անգամ է, որ դա սև սպիտակին գրված է, որ այսինքն դա եթե ինչ-որ բան, դա նվազեցնում է իշխող կուսակցության, դա նվազեցնում է բոլոր կուսակցությունների ազդեցությունը բանի բուհական կառույցի մեջ, բայց դա առաջին հերթին նվազեցնում է իշխող կուսակցության ազդեցությունը, որտեղ իշխող կուսակցությունը ավելի մեծ ռեսուրսներ ունի, նա ավելի լավ կարող է խառնվել, հա։ Եվ եթե դու մենք ունենք կետ, որ ասում է, որ դա չպետք է լինի, դա չի շարունակում, որ դա ամբողջովին զրոյացնում է նրա ազդեցությունը, իհարկե չի զրոյացնում, բայց այն նվազեցնում է։ Ես դա գտնում եմ շատ դրական կարևոր կետ։ Հիմա այն թե ինչպես է կառավարությունը խառնում բուհական կառույցի մեջ, ինչո՞ր մեկը դա պետք է անի, ինչո՞ր մեկը պետք է այդ բուհը ռեֆորմի ենթարկի, ով է դա անելու։ Եթե դա կառավարություն չէ, ով է դա լինելու։ Բնականաբար ուզած-չուզած, եթե դու ունես ռեֆորմ, պետք է լինի ինչ-որ քաղաքական ինչ-որ մարմին, պետք է լինի ինչ-որ քաղաքական ղեկավարություն, որը պետք է ունենա քաղաքական կամք գալ, խառնվել եւ փորձել դա ռեֆորմի ենթարկել։ Արդյոք նրանք, ասենք ես հասկանում եմ ձեր մտավախությունը, արդյոք նրանք դա կօգտագործեն, որպեսզի էլի վերացեն բուհերը, որպես իրենց պլատֆորմ, իրենց բանի համար, իրենց գաղափարախոսության։ Երիտասարդ կադրերի, հա, այսպես ասենք։ Այո, այդ վախը միշտ էլ կա, բայց ոնց որ ասում են Վալկով բայացել լեսնիցի, այսինքն եթե այո, կառավարությունն է որ պետք է, դա սա պետական կառույց է, բուհը պետական կառույց է, իրենք դա պետք է անեն։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այնքան դա, որքան ասենք ավելի շուտ կան վախեր, որ ասենք պետական մարմինները ավելի շատ խառնում են մասնավոր բուհերի գործերի մեջ։ Իմ համար դա շատ ավելի անհանգստացնող է։ Վերջո, երբ որ ամեն ինչ արված է, գրված է եւ վերջացված է, բուհերը պետք է ունենան լուրջ անկախություն։ Սա նաեւ մեծ տարբերություն է ամերիկյան համակարգի եւ եվրոպական համակարգի մեջ։ Եթե դու ուզում ես որ գիտնականները ու խոսքը գնում է բոլոր գիտնականների մասին, խոսքը չի գնում ամենակ STEM գիտնականների մասին, խոսքը նաեւ գնում է ասենք քաղաքագիտության մասնագետների մասին։ Եթե ուզում ես որ իրենք կարողանան գնան ու իսկապես որոնեն ճշմարտությունը, որը կարող է թարս լինի ասենք կառավարող կուսակցության, ղեկավարող կուսակցության, գաղափարախոսությանը, եթե դու իսկապես ուզում ես ճշմարտություն գիտական գործունեությունից, դու պետք է գիտնականներին պետք է ազատ թողնես։
հա եթե դու ամեն րոպե գալու ասում ես սես բան դուք չեք կարող ասել ոնց որ դա բանի հանրապետականների ժամանակ էր եթե ինչ որ մեկը ինչ որ գաղափարներ զարգացներ Երևան պետական համալսարանը որոնք հակասում են հայկական ազգայնականությանը եւ հայ դատի գաղափարներին նրանք շանս չէին ունենա զարգանալ որտեվ նրանք բոլորը շատ կախված են կառավարական նրանք ենթակա են կառավարության խառնվելուն հա պետք է բուհերը պետք է վերջի վերջո ունենան լուրջ անկախություն հա եւ երբ որ մենք նայում ենք ասենք դա խոսքը նաեւ հատկապես մասնավոր բուհերի մասին իրենք պետք է իսկապես լինեն անկախ պետք է կարողանան իրենց գործ անել Ձեր խոսքի մեջ ասացիք որ Հայաստանում կրթության վիճակը ծայրահեղ վատն է ինչու եք այդպես կարծում դա ճիշտ ասած ես չեմ կարծում ես առանց ես նույնպես դա համաձայն եմ որ ծայրահեղ վատ է մենք կարող ենք ուղղակի նայել տարբեր ասենք կրիտերիաների տեսենք ասենք հրատարակությունների քանակը կարող ենք նայենք թե ասենք ուսանողների քանի տոկոսն է ասենք իր մասնագիտությամբ շարունակում մենք կան տարբեր ոչ ման բաներ ռեյտինգները հա որով Հայաստանը ցավոք իհարկե շատ ցածր է հիմա երբ որ ասում ենք իհարկե սա եթե նայած ում հետ համեմատենք եթե համեմատենք Անգոլայի հետ Հայաստանում չքնաղ է ամեն ինչ բայց եթե մենք ուզում ենք համեմատենք ասենք միջին եվրոպական պետության հետ Հայաստանում իսկապես շատ վատ է եթե մեր նպատակը գոնե միջին եվրոպական պետության մակարդակի գիտություն կրթություն ունենալն է ապա վատ չի լինի որ մենք մոտենանք դրան այն իմաստով որ մենք ունենք ծայրահեղ Չոր հրապտապության զգացմունքով էլի։ Իսկ մոտ կա տպավորություն, որ մենք նաև մի քիչ դժվարանում ենք, այսպես ասենք, բարոյական դժվարություններ ունենք, երբ խոսում ենք գիտության եւ կրթության խնդիրների մասին, որովհետեւ դե սովետի փլուզումից հետո ուսուցիչները, առավել եւս դասախոսները, որոնք մնացին, իրանք տենց բավական ծանր գործ էին անում։ Հա իրանք շատ ցածր աշխատավարձով այն ինչ որ մենք հիմա ունենք մի ձև պահեցին, հա ու ոնց որ մի տեսակ գիտեք ես դա երբ նկատած կրնեք ուսուցիչների այդ ատեստավորման քննությունները որ տալիս էին ու այդ ժամանակ բավականին լուրջ բողոքի ալիք դուրս եկավ որ հա դե լավ ուսուցիչը որ 10 տարի այդքան ցածր աշխատավարձով աշխատում է ձեզ համար երեխաներին կրթում է հիմա դուք տանում եք իրանք ստիպում եք որ քննություն հանձնի այսինքն ինչ որ բարոյական բան կար խոչընդոտ կար մարդկանց համար խոսելու կամ պահանջելու ուսուցչից ավելի լավը լինել քան նա կա հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը Դա գուցե մի քիչ բաներ դրամատիկ համատություն է նայեք մեր մոտ նաև բանակում էլ մեծ քանակությամբ սպայեր կային որոնք շատ ցածր վարձատրված պայմաններում 20-30 տարվա ընթացքում աշխատում էին իրենց գործն էին անում որոշ դեպքերում նրանք դա բան էին անում խղճով էին անում որոշ դեպքերում նրանք խղճով չէին անում հա ուսուցիչների նման հա վերջում մենք անել լավ չեղավ հա հիմա մեր նպատակը ո՞րն է մեր նպատակը այն է մենք կարող ենք միաժամանակ շնորհակալ լինել այն ուսուցիչներին որոնք վատ պայմաններում գալիս էին ցուրտ ումթի ժամանակ չարչարվելով երեխաներին եղածը սովորացնում էին բայց միաժամանակ մենք կարող ենք նաև ասել լավ բայց մեզ այնուամենայնիվ պետք է ել ավելի լավ կրթական համակարգ որտեղ մենք մրցում ենք աշխարհի հետ եւ մենք չենք կարող հետ մնալ հա մեր կրթությունը մենք չունենք նավթ մենք չունենք գազ Տավա որ չունենք նավթ եւ գազ երեք դա մասին խոսում ենք մենք ունենք կրթություն մեր հույսը կրթությունն է մեր հույսը բարձր արդյունաբերական բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն է հա որով մենք ռեալ շանսեր ունենք հա բայց դրա համար մենք պետք է շարունակենք լավացնենք մեր կրթական համակարգը այս երկու բաները իրար չեն հակասում պահանջատեր լինել դեպի կրթական համակարգը ու շնորհակալ լինել այն ուսուցիչներին որոնք ծանր աշխատանք են արել այն ուսուցիչներն ու ծանր, ոչ բոլոր ուսուցիչներն են ծանր աշխատանք արել։ Եկեք անկեղծ լինենք, հա։ Ինչպես եղել են զինվորականներ, որ այլանդակ պայմաններում ծանր գործ են արել, հա, ու եղել են զինվորականներ, որոնք բենզին են գողացել, հա։ Այսինքն այդ երկուսը իմ կարծիքով իրար չեն համատվում։ Ասենք որ մենք խոսում ենք, մի քիչ որ մենք խոսում ենք, ասենք կրթության վիճակի մասին, վերջերս մի հատ թիվ դուրս եկավ, հա, որ շատ քննարկում էր Facebook-ի վրա, որ Հայաստանում մենակ մարդկանց 28%-ը կարող են տոկոս հաշվել։ Հա տոկոսը դա 5-րդ դասարանի մաթեմատիկայի գիտելիք է, գուցե 6-րդ դասարանի, հա։ Այսինքն ասում եմ որ մեր բնակչության 28%-ը ունի 5-րդ, 6-րդ դասարանի մաթեմատիկայի գիտելիքներ, հա։
Այն ժամանակ, երբ որ ասենք եվրոպական երկրներում կամ տարբեր տեղերում, ասենք 50-ից ավել է, հա։ Այսինքն մենք եթե գոնե այդ կրիտերիա է, լավագույն կրիտերիա Հաշվի առնելով բնակչության նաև վարկային բեռը, հատկապես հաշվի առնելով վարկային, որը գնալով մեծանալու է, հա, որտեղ տնտեսությունը աճում է, հետո վարկերը ավելի մեծ են լինելու, հա։ Այսինքն դեռ ահագին աշխատելու Ստիպը խնդիրը ոչ այնքան այնա, որ բնակչության 28%-ն է կարողանում տոկոս հաշվել, այլ որ բնակչության 100%-ը մտածում է, որ ինքը կարողանում է դա։ Ու այսպես ամեն ինչում։ Այսպես ամեն ինչում մենք ունենք։ Իրականում թվերն ավելի ահավոր են, մենք ունենք բավականին, ես հիմա ասենց ստույգ թվեր չեմ հիշի, դրա համար որպեսզի չսխալվեմ չեմ նշի, բայց մենք ունենք բավականին մեծ տոկոս երեխաների, ովքեր ասենք 5-րդ, 6-րդ դասարանում ունեն կարդալու հետ խնդիրներ, դա բարձրաձայներ էր անգամ ԿԳՄՍ նախարարը, ունեն կարդալ եւ տեքստը հասկանալու խնդիրներ, այսինքն իրականում կրթական խնդիրներ են ամենաբազային մակարդակով, մեզ մոտ բարձր շատ են։ Այստեղ համակարգված խնդրեմ են, իմաստով դու ունես երեխաներ, որոնց պետք են ուսուցիչներ, բայց պետք են ուսուցիչների համար։ Դու պետք է ուսուցիչ, որտեղ ենք մենք մշակում մեր զարգացնում մեր ուսուցիչներին, հա։ Այդ հարցը իմ համար բարձ չէ, հա։ Մեր ասենք մանկավարժական ինստիտուտը, թե մենք նայենք թե քանի հոգի են տեղավարտում, հա, թվերը բավականին վախենալու են։ Հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ մարդիկ թոշակի են գնում, ու նրանց չեն կարողանում փոխարինել։ Մեծ քանակությամբ ուսուցիչներ ծերանում են, թոշակի են գնում, նրանց փոխարինողներ չկա։ Ոսկ մենք հələ չենք խոսում որակի մասին, հա, մենք խոսում ենք քանակի մասին։ Հիմա պետք է ինչ-որ մի բան հորինել, հա։ Օրինակ ես կարծում եմ, որ ասենք պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի, մաթեմատիկայի ֆակուլտետի ենք պետք է ավելի շատ սկսեն ուսուցիչներ նաև շաքերտներում արտադրել, հա։ Գուցե նրանք պետք է իրենց վրա վերցնեն այդ առաքելությունը։ Ոչ միայն, ասենք, իրականում շատ լուրջ սղություն ունենք մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի ուսուցիչներ ամբողջ Հայաստանով մեկ։ Հա։ Դպրոցները պարզապես չեն կարողանում գտնել մաթեմատիկայի ուսուցիչ։ Անգամ եթե ուզենում են չեն կարողանում գտնել։ Հա։ Չեն կարողանում գտնել։ Այդուհանդերձ առաջարկում եմ մի քիչ դուրս գան կրթության թեմայից 2020 թվականից չնայած կվերադառնանք էլի 20 թվականից այս կողմ շատ գոնե իմ դիտարկմամբ հետաքրքիր տրանսֆորմացիա է տեղի ունենում Հայաստան-Սփյուռք կապերի մեջ ամենասուր այդ նեղացվածության զգացումից պատերազմից հետո վերջացած տարբեր վերահաշվարկներով եւ վերագնահատմամբ իստում է Սփյուռքին էլ հեշտ չի Հայաստանի բնակիչներն էլ հեշտ չի եղել չգիտեմ ձեզ մի տեսակ անցողիկ օղակ եմ որպես դիտարկում, որովհետև լինելով Սփյուռքում շատ ամուր կապի մեջ եք Հայաստանի եւ հայաստանցիներ, կարծես մի ոտքով էստեղ եք, մի ոտքով այնտեղ։ Դրա համար կարծում եմ տեղին կրնի հարցը տալ։ Դուք նկատում եք այդ փոփոխությունները ու ինչպես եթե այո, հարաբերությունների փոփոխությունը դրսից ինչպես է ընկալվում։ Այսինքն նայեք Հայաստանում սկսել են գոնե իմ դիտարկմամբ Սփյուռքի վերաիմաստավորում առանձին մտքի ուղղություն կա որ ի վերջո գոյություն ունենք մենք հայաստանցիներս եւ կա Սփյուռքը առանձին ով ուզում է թող համագործակցի ով չի ուզում թող չէ բայց մենք Սփյուռքի համայնքային խնդիրների համար այլևս պատասխանատու ես չենք զգում այսինքն մի տեսակ sense սեպարացիայի զգացողություն հա Սփյուռքից բայց կա նաև զուգահեռ միտք որ սոցիալական ցանցերը համացանցը թույլ են տալիս այնպես համագործակցել որ անգամ լոկացիան այլևս կապ չունի եւ այս երկու որոշ կետերում իրար հակասող մտքերն են Հայաստանում դրսում ինչ կա դրսում ինչ են մտածում Կասկո պետք է մի հատ առանձին քննարկում, ուղղակի մենակ այս թեմայով մի քանի հոգով։ Այո, միանշանակ համաձայն եմ։ Բազմաշերտ խնդիր է։ Okay, եկեք սկսենք ժամանակային իմաստով, հետո առանձին։ Ուրեմն իսկապես 20 թվականին, իսկ ասած 16 թվականին եղավ ինչ-որ մի բան, որ իսկապես փոխվեց, բայց 20 թվականին եղավ շատ ուժեղ բան, անգլերեն ասում են mobilization, հա, ուսոր մոբիլիզացիա Սփյուռքի, որ
բոլորին պարզ է, որ վիճակը այնց հուսահատ է ու պետք է այ հենց հիմա ինչ որ մի բան անել ու միանգամից իմ շուրջը սկսեցին հայտնվել տարբեր բաներ կազմակերպություն եղած կազմակերպությունը սփյուռքայի ոնց որ բան արեցին բարձր ապարոտների անցան միանգամից տարբեր խմբեր կազմակերպեցին մարդիկ սկսեցին տարբեր մտքեր մտածել դրանք շատ հաճախնես մի քիչ աղմուկը շատ էր ազդանշանը քիչ էր բայց այդ աղմուկը սկսեց մաքրվել ավելի շատ ազդանշան սկսեց հայտնվել անձամբ ես ինչ-որ մոմենտ գնացի, բանին Նուբար Աֆյանին համոզեցի, ստեղծել ես Misty Armenia ծրագիրը MIT-ում, որով մենք ամեն տարի մոտավորապես ձմռանը մոտ 20 ուսանող MIT-ից ուղարկում ենք Հայաստան, հենց հիմա իրենք Հայաստանում են, 20 հոգի կա, որոնք դասավանդում են դպրոցներում եւ որոշ համալսարաններում, իսկ ուսանք հայեր չեն, ուսանք ուղղակի ամերիկացիներ են, տարբեր աշխարհի բոլոր տեղերից, մի քանի հայեր կան։ Իսկ ամռանը նաև internship-ներ տարբեր հայկական ընկերություններում եւ ինչպես նաև բուհերում։ Ու նաև մենք ստեղծել ենք մի ծրագիր, որը թույլ է տալիս համագործակցություններ MIT դասախոսների եւ Հայաստանի, ասենք, գիտնական ավելի ընդհանուր առումով, այսինքն նաև հումանիտար հասարակագիտականներ։ Ու հրաշալի է գնում վերջին 4 տարվա ընթացքում մենք այսօրվա դրությամբ երևի մի 120-130 ուսանող ենք MIT-ից ուղարկել Հայաստան եւ նրանք բոլոր ու այս գնալով ամեն տարի այլ ավելի ու ավելի շատ մարդ է մեզ դիմում որտեղ նրանք վերադառնում են պատմեն ինչքան հրաշալի է Հայաստանում հաջորդ ալիքում էլ ավելի շատ մարդ է դիմում սկզբից մենք հազիվ 15 հոգու ստեղ ուղարկեցինք հիմա մենք 30-40 հոգի դիմում են մենք 20 հոգու ենք մենք ուղարկում որտեղ այդքան են ռեսուրսները նաև ես սկսեցի ինչ-որ տարբեր դասախոսությունների մասին մտածել, գուցե դպրոցներում, գուցե համալսարանում, ամերիկյան համալսարանում, այս շաբաթ-կիրակ ես գնում եմ Չարենցավան, Արմատի հետ, այնտեղ 2 օրվա դասավանդումներ եմ անելու։ Ու sense բաներ շատ կան, այսինքն մենակ ես չեմ։ Բայց նրանք այնուամենայնիվ մի քիչ ոնց որ ինդիվիդուալ մակարդակի բաներ են, հա, ու դրանք այ որ ասում եք Արցոք այլ համացանցի միջոցով վերջապես այսօրվա դրությամբ տեղը ֆիզիկական տեղը կարևոր չի դու ասենք չգիտեմ Չարբախում ես թե հարավային բևեռում ես որոշ հարցերում էլ իսկապես դա տարբերություն չկա ուրիշ հարցեր որ սկսում են փորձ կա ինչ որ համակարգային համագործակցություններ անել ես լրիվ համաձայն եմ որ Հայաստանը չպետք է իր վրա վերցնի սփյուռքի համանքային գաղափարախոսական ասում եմ դա հայապահպանության խնդիր Հայաստանի նպատակն է նպաստել ամբողջ աշխարհում հայապահպանության հա չէ թող սփյուռքը զբաղվի իր հայապահպանությամբ մենք լավ էլ զբաղվել են դրանով Հայաստանը չպետք է իր բաները ասենք քաղաքական բանը միավորները այրի դրա համար բայց ցավոք դա հենց այն ինչ որ եղել է վերջին 20 տարվա ընթացքում ասենք մենք գիտենք որ հանրապետական տարիների ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ ուժեղ ազդեցության տակ էր հիմնականում հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսությունից հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու հարցում այսինքն այդ իմաստով Հայաստանը պետք է դադարի դրա մասին մտածել ու հենց դա արդեն դադարել է այնպես որ դա շատ լավ է հիմա երբ որ խոսքը գնում է ասենք լուրջ ասենք համակարգային համագործակցությունների մասին այնտեղ սկսվում են մի շարք բաներ դժվարություններ որոնք չափազանց բնական են ու չափազանց անխուսափելի նախ որպեսզի ակնհայտ ասել ասենք այն որ սփյուռքը հայերը չի շանկում որ ամեն ինչ կաշխատի էլի ասենք եկեք Հայաստանի մեջ նայենք ասենք դրսեք Նիկոլ Փաշինյանին ասենք Սերժ Սարգսյան երկուսն էլ հայ են բայց ինչու չեն կարողանում իրար հետ համագործակցել որովհետև հայ լինելը չի շանկ որ այդ սա խնդիրներ լուծված են հա հայն չի շանկ հայերս էս պեչատով սարքած չեն հա ամեն հայ տարբեր է իսկ Սփյուռքը հայերն ու հայաստանցի հայ էլ առավելևս տարբեր են ասում իսկ այս մի սփյուռքայի ու այն մի սփյուռքայի որ մեկը Ֆրանսիայում ապրում մեկը Ամերիկայում մյուսը Լիբանում նրանք էլ ավելի տարբեր են ասում Անեկդոտ կար չէ Հայաստանում երբ սկսել էր այդ ձերբակալությունները մեկը գրել էր դե լավ թարգեք բա հայը հային կձերբակալի հիմա այսինքն եթե մենք հասկանում ենք որ հայաստանցիները այդ շատ տարբեր են պետք է մեզ համար ակնհայտնի որ սփյուռքահայերը այդից էլ ավելի տարբեր են հիմա ովքեր են սփյուռքահայերը նախ պետք է հասկանալ որ սփյուռքահայությունը դա չափազանց խայտաբղետ մարդկանց բազմություն է, որոնց այնուամենայնիվ կապում է այն մշակութային բանը, որ իրենք իսկապես հայ են, իրենք ունեն այդ հիշողությունը, իրենք ունեն այդ բան մշակութային հոգեկան կապը Հայաստանի հետ, բայց նրանք առաջին հերթին, ասենք իմ կարծիքով, ասենք ամերիկահայը, ֆրանսիահայը, արգենտինահայը առաջին հերթին ամերիկացի են, առաջին հերթին ֆրանսիացի են, առաջին հերթին արգենտինացի են, հա։ Դա չի շանկ, որ իրենք չեն կարող նաև բանեցնել իրենց հայությունը։ Հատկապես Ամերիկայում։ Ամերիկան այն իմաստով է հրաշալի, որ դու կարող ես համ ամերիկացինել, համ էլ հայ։ Ես ինձ համարում եմ 100% ամերիկացի, ես ինձ համարում եմ 100% հայ։ Որտեվ քո մշակույթը սահմանափակ չի 100%-ով, էլի դու նոր մշակույթ սովորում ես, դա ավելացում է քո մշակույթին։
ու իրար միջև տարբեր մարդիկ տարբեր ձևի են մտածում։ Հիմա երբ որ սփյուռքահայերը գալիս են Հայաստանում փորձում են ասենք սիստեմատիկ ինչ որ բան անել, ես շատ ուրախացնում է, բայց նրանք շատ հաճախ ասենք մենք շատ հաճախ առնչվում ենք ասենք տարբեր խնդիրների հետ, հա, մշակութային խնդիրների հետ, հա։ Ու դա գալիս դրան մի քանի տարբեր պատճառներ կան։ Նախ վարած ես մի անգամից ասեմ, սկսես խոսեմ մի քիչ հայաստանցիների մասին։ Հայաստանցիները շատ հաճախ ուղղակի չեն հասկանում ինչի մասին է խոսքը գնում, ասենք նրանք խոսում են սփյուռքահայերի հետ, այն ինչ որ սփյուռքահայերը ասում են, շատ հաճախ ասենք տեղացիները մեկ-մեկ դա ուղղակի չեն հասկանում ինչի մասին է խոսքը գնում, հա։ Իրանք դա չեն ասում, բայց երևում է որ իրանք չեն հասկանում։ Երկրորդը հաճախ ստեղ մարդիկ իրենց վտանգված են զգում, երբ որ մեկը դրսից գալիս է ու ասում է, «Էսի պետքա փոխեք»։ Որտեվ ասենք դու քո բանը անում ես, մեկը ասեց եկավ փոխեք, նախ ոչ ոք չի ուզում ինչ-որ բան փոխել, հա։ Իրենք ասում են որ ուզում են փոխել, բայց չեն ուզում, որտեվ մարդիկ բոլոր մարդիկ իրար դիրքում հանգիստ նստած է։ Քանի տարի է այս գործն անում։ Դուք ձեր MIT-ներից գալիս հասնում եք այստեղ, ով գիտի, ասում է, հետ գցած էլ փող ունեք, խնդիր չունեք ոչ մի բանի մասին, այս մարդուն ուզում եք իր տեղից հանեք, բա հետո ինքը ինչ անել։ Հա, exactly։ Ու հիմա հարցը նա է, որ ասենք իր այդ մարդու շուրջ կանգնածները իրենք կարող են հասկանալ, որ այս մարդը իր գործը չի անում։ Բայց մյուս կողմից էլ դե մարդ է, էլի, ոնց բա իրան գործ ցանեք, բա հացի փողը որտեղից է ստանալու։ Ու այդտեղ այն մոմենտն է, որ ասենք պետք է ասենք այդ կազմակերպության ղեկավարները ու այդ համայնքը պետք է ընտրի այդ կազմակերպության բանի ողջ մնալու եւ այս մարդու իր մարդի համայնքը պետք է հասկանա թե իրենց հավատարմությունը ում հետ է, ինստիտուտի հետ է, թե անհատ մարդու հետ է։ Մարդը կամ ինստիտուտը, հա։ Եթե այս մարդը վնասում է ինստիտուտին, հա, նու նորմալ ինստիտուտում նրան նա պետք է հեռացվի։ Եթե նա գործ չի անում, նա պետք է հեռացվի, որտեղ նա ռեսուրսներ է կլանում, հա։ Բայց շատ հաճախ սկսվում են այնց որ կոնֆլիկտների բախում։ Մի կողմից այս մարդուն վաղուց գիտենք, միասին գնացել են քելեխի ծնունդի, բանի, թաղումի, ոնց իրան գործից հանենք, հա։ Մյուս կողմից էլ ինքը բանը ամբողջ գործը ներքև է քաշում, հա։ Ու հայերը հատկապես շատ համայնքային են ու իրենց մոտ է դժվար տարիներ շարունակ դա ողջ մնալու գլխավոր նախապայմանն է եղել։ Այո։ Թե ինչպես քեզ կնայի համայնքը։ Հատկապես սովետական ժամանակ, երբ որ մարդիկ չէին հավատում ինստիտուտներին ընդհանրապես, էլի։ Հիմա էդի բան, ասենք ներսից են հաճախ խնդիրները, դրսից խնդիրները լինում են։ Ես ասենք երբ նայում եմ սփյուռքահայերին, որոնք գալիս են այստեղ, ես երբեք չեմ հանդիպել սփյուռքահայի, որը եկել է Հայաստան ու ինքը ունի չարամիտ նպատակներ։ Բայց ես հանդիպել եմ սփյուռքահայի, որոնք գալիս են ու իրենք փոքրամասնություն են, մեծամասնություն որ գալիս տեղ հասնում են, իրանք ինչ-որ լավ բան անում են օրվա վերջ։ Բայց նաև լինում են ոմանք, որոնք գալիս են ու իրանք ուղղակի չեն հասկանում ինչ է կատարվում։ Հա, իրենք գալիս են, ինձ շատ կասեի մի քիչ գորոզ կեցվածքով, իրենք համարում են, որ իրենք ամեն ինչ գիտեն ու ինչ ավելի վատն է, մեկ-մեկ իրենք տարապում են բանի փրկիչի բանից, բարտույտից։ Եկել են հայերին իրանք իրանցից փրկելու, էլի։ Ու դա հաճախ, երբ որ անգամ դա մի հոգի է լինում, դա բավական չափ է, որսի տեղացիները դա տեսնեն, հա, դրանից վանվեն դրանից ու միանգամից ընդհանրացեն մնացած սփյուռքի վրա։ Առանց հասկանալու, որ սփյուռքահայերը ինչպես բոլոր մարդիկ տարբեր են, հա։ Բայց ես տեսել եմ դեպքեր, երբ որ անգամ որոշ կազմակերպություններ գալիս են այստեղ, իրենց հետ խոսում ես, իրանք համոզված են, որ իրանք ամեն ինչ հասկանում են, իրական իրանք չեն հասկանում, ու իրենք սկսում են փորձում են խորհուրդներ տալ, որ ես նայում եմ այդ խորհուրդներին, այդ խորհուրդները շատ կիրառելի են Կալիֆոռնիայում ու Փարիզի կենտրոնում, բայց դրանք բացարձակապես հաշվի չեն առնում Երևանի, ասենք, Հայաստանի իրականությունները, հա։ Ու ոնց դա հաղթարել, չգիտեմ, դա կարող է ահագին դժվար լինել, էլի։ Դա ուղղակի գալիս է նրանից, որ մարդիկ ուղղակի մարդիկ են։ Այդ ինչ որ սփյուռքին երևի է շփում, գալ-գնալ, այսինքն բնական շփումը ինքը կբերի ֆիլտրացիայի բնական։ Ինչ որ աստիճանի ես համաձայն, ինչ որ աստիճանի մարդիկ գալիս են, օրինակ ես կորոնս գտնա առանձնացնել այս բոլոր մարդկանցից, ասենք Մերի Փապազյանին, որ Կալիֆոռնիայի համալսարանի ղեկավարական պաշտոն ունի ու ինքը 74 թվականից գալիս է Հայաստան, էլի, ինչ որ 16 տարեկանից այդ մարդը գալիս է Հայաստան, էլի ոնց որ։ Ու ինքը հայերեն առանձնապես շատ էլ չի խոսում, բայց իհայտ որ ես խոսում, ես տեսնում թե ինքը ինչքան ներսից հասկանում է տարբեր process-ները, էլի։ Ինքը չունի այդ գոռոզության բանը, այդ բարդույթները։ Բայց ոմանց մոտ այո, ցավոքսորտի ինչ կա մի քիչ ես կամքած ինչ որ գաղութատիրակյան պատկերացումներ, որ իրանք գալիս են գնանք փրկենք հետամնաց։ Այո, ոմանց մոտ իսկապես կա այդ ոնց որ ցիվիլիզացիան են այդ վայրի հայաստանցիներին։ Իրենք շատ չեն,
իրենք քիչ են, բայց մեկ իրենք կարող են լավ բան անել, գործը Բայց նաև Հայաստանի կողմից էլ կա, չէ՞, օրինակ գալիս են Սփյուռքից, այսինքն մարդը մոտեց եկել է բարի նպատակներով եւ ուզում է ինչ-որ բան փոխի, ասենք չգիտեմ, դիցուկ մի ինստիտուտում, ուզում է ինչ-որ նորարարություններ, առաջարկներ է անում եւ իրան արդեն տեղացիները սխալ ինֆորմացիա են տալի փորձելով նրա աչքին ավելի լավը երևալ, քան կան, որովհետեւ ուզում են որ նա իրոք փոխի եւ այդ ցանկությունից ողջևորված ավելի լավն են ներկայացնում իրավիճակը, քան կա, արդյունքում ոչինչ չի ստացվում, որովհետեւ դա համամատկային խնդրեմ է։ Ամենտեղ էլ մարդիկ փորձում են իրենց ավելի լավ ներկայացնել, լինի դա, չգիտեմ, Ավստրալիայում, լինի դա Երևանում, հա, դա խնդրեմն է, որ այս մարդը ինքը գուցե հաճախ մոտենում է սկզբից ոչ քրիտիկական ձևով, հետո հուսախաբվում է ու պետք է մոտնաս մի քիչ քրիտիկական ձև։ Նայեք, մենք սրա մասին հաճախ խոսում ենք, թե ես վերջերս լսում եմ այս հարցազրույցը Անահիտ Քեշիշյանի հետ, որ ինքը ասում է, որ Սփյուռքը դա չպեղված ոսկե է, հա, որի հետ էս լրիվ համաձայն եմ։ Բայց ասենք սխալ կլինի մտածել, որ մենք ունենք լիքը օրինակներ Սփյուռքի հսկայական դրական մեծ հաջողությունների, հա։ Մենք դրանք տեսնում ենք մեր շուրջը Երևանում, հա։ Դա ամերիկյան համալսարան է, որ շատ հաջողակ համալսարան է։ Մենք ունենք մի շարք ընկերություններ, բանով Երևանում եք, որոնց հիմնադիրները կամ համահիմնադիրները սփյուռքահայեր են, Service Titan-ը, Pixar-ը եւ այլն լիքը ընկերություններ կան։ Ընդհանրապես Սփյուռքը վերջին 35 տարվա ընթացքում անգամ դրսից էլ, անգամ իր սահմանափակումներով Հայաստանի համար մեծ քանակությամբ լավ բաներ է արել։ Թեկուզ այն, որ ասենք Սփյուռքի 90-ական թվականներին կարողացել է ասենք որոշ դեպքերում շեղել բանը միջազգային կարծիքը դեպի ավելի շատ դեպի Հայաստանի բան դեպի Հայաստանը։ Այսինքն մենք ունենք լիքը դրական օրինակներ, թե ինչպես է սփյուռքահայերը եկել ու չնայած այս բոլոր խնդիրներին իրենք կարողացել են շատ լավ այսինքն այդ ոսկու մի մասը մենք լավ էլ կարողացել ենք պեղել։ Հիմա ես չէի ուզենա որ մենք կանգնենք ու ասենք որ դե հրաշալի է, բարձր պետք է շարունակենք այդ ոսկին պեղել, ինչքան կա, այնտեղ մեծ քանսա պոտենցիալ կա։ Ուղղակի պետք է հասկանալ, որ որոշ խնդիրներ իրանք բնական են ու այդ խնդիրների մի մասն էլ գուցե անխուսափելի է։ Տեսեք, մի քիչ ձեր թույլտվությամբ sense մի թեթև մտնեք նաև քաղաքական դաշտ, դուք խոսեցիք հա այդ հայդատի գաղափարի մասին հույդեի, կա Հայաստանում նաև միտք եւ մարդիկ դա ոնց որ բարձրաձայնում են, որ ներկայ իշխանությունները, որոնք ըստ ամենայնի հրաժարվել են, հա, հայդատի գաղափարից, արտաքին քաղաքականության մեջ եւ Սփյուռքի հետ հարաբերություններ մեջ հայդատի գաղափարից, պահանջատիրությունից, ազգայնական շատ գաղափարներից, որ սա իրականում հրաժարում է Սփյուռքից, որ Սփյուռքը նման քաղաքականությունը Հայաստանի դիտարկում է որպես հրաժարում իրենից, որ նման քաղաքականությամբ Հայաստանի իշխանությունները մեսիջ են ուղարկում Սփյուռք, որ դուք մեզ պետք չեք, մենք գնացեք դուք ձեր գործերով, մենք մեր գործերով։ Կա արդյոք Սփյուռքի մոտ նման տպավորություն։ Նախ պետք է ասենք այդ հայդատը եւ նախ ինչ բան է հայդատ, ինչ բան է հայկական ազգայնական սոդրը, մասն ասում եմ պետք է մի երկու բառ գուցե ասենք։ Բայց դուք խոսում եք նրա մասին, որ կա ասենք հայ հեղափոխական դաշնակցությունը, որը շատ ուժեղ, լավ կազմակերպված կազմակերպություն է, ամբողջ ցանց է։ Եվ այստեղ ես ուզում եմ ֆիքսենք, հա, կա դաշնակցությունը որպես ցանց եւ կա դաշնակցությունը որպես գաղափար, հա, այսինքն մարդկավոր դաշնակցական չլինի, բայց կիսի նաեւ Այո, իհարկե, անկասկած։ Հիմա պետք է ասեմ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը դա Սփյուռքի փոքրամասնություն է, օրինակ փոքր մասն է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը շատ է, նրա մասին մենք շատ ենք ասում, որովհետև նրանք շատ լավ կազմակերպված են։ Հետաքրքիր է, այստեղից այդպես տպավորություն չկա։ Տպավորությունը որ մեծ մասը հենց ես չգիտեմ, ես օրինակ Ամերիկայում, որտեղ հայ հեղափոխական դաշնակցությունը երևի, ասենք Ֆրանսիայում օրինակ բան է, ամենաուժեղը դա հայ կոմունիստներն են։ Դաշնակցականները Ֆրանսիայում բավականին թույլ են։ Այնտեղ երբ որ ես Ֆրանսիայում ապրում էի, մեր շրջապատում էին հիմնականում հայ կոմունիստները, հա։ Մանուշյանը ով էր։ Ինքը դաշնակ էր, ինքը կոմունիստ էր, հա։ Ու կար Ֆրանսիայում կամ մեր Արտեմիսակ Ֆրանսիայի, այսպես ասած, ազգային արժեքն է։
Այո, բայց ինքը նաև հայեր, դու կարող ես համեն անես, համելեն անես, հասկանում ես, դրանք երկուս իրար չեն հակասում։ Մարդը բաներ էր, բանաստեղծություններ է թարգմանում հայերենից ֆրանսերեն։ Այսինքն հայկական համայնքում Ֆրանսիայում ավանդական արժեքները դրանք կոմունիստական էին, որտեղ Ֆրանսիայում կոմունիստներն դապես մի շատ ուժեղ են եղել, ու կոմունիստները նրանք են, որոնք պաշտպանել են փոքրամասնություններին բաներից ֆրանսիացի ազգայնականից։ Հայերը, իտալացիները, հրեաները, իրանք հիմնականում կոմունիստներ են եղել Ֆրանսիայում։ Ամերիկայում, որը մի քիչ ավելի ազգայնական պետություն է ընդհանրապես, հա, որոշ իմաստներով ոչ։ Հայկական դաշնությունը շատ ավելի ուժեղ է, քան Ֆրանսիայում։ Լիբանանում իհարկե ՀՅԴ-ն շատ ուժեղ է միշտ եղել, հա, բայց անգամ Ամերիկայում էլ ես կասեի, նայած ինչի վրա է, դա մեզ ասենք հրատարակված թերթերին, դրանց կեսը ասենք բան է, դաշնակցական, բայց դու խոսես մարդկանց հետ, նրանց հետ ասոցացվում են դաշնակերտները բավականին փոքր տոկոսը։ Հիմա երբ որ մենք խոսում ենք Հայդատի մասին, մի բան է պետք հասկանալ, որ ասենք Հայդատը դա մոտավորապես իրենց գաղափարները մոտավորապես 1920 թվականին ձևավորված գաղափարներ են, որոնք 100 տարվա մեջ 2% չեն փոխվել։ Նրանք մնացած են, որ Թուրքիան ցեղասպանությունը չի ընդունել։ Ես հասկանում եմ, բայց մենք ունենք կարծրացած, քարացած, ոսկրացած մի հատ գաղափարախոսություն, որը 100 տարի հետ է ընկած։ Ու մենք փորձում ենք 21-րդ դարում, հա, առաջնորդվել մի քիչ ավելի ժամանակակից գաղափարներով, հա։ Ինչ բան է ազգայնականությունը։ Սկզբնական ազգայնականությունը 10-րդ դարում դա այն հավատքն էր, որ այս ժողովուրդը իրավունք ունի պետականությանը, դա էր ազգայնականությունը, հա։ Եթե արդյոք ԿՊ-ն քաղաքացիական պայմանագիրը հավատում է, որ Հայաստանը պետք է լինի սուվերեն պետություն, եթե այն հավատում է, ապա նրանք փաստորեն դառնում են ազգայնականներ։ Իսկ երբ որ հանրապետականները համարում են, որ նրանք պետք է դառնան, Հայաստանը պետք է դառնա միութենական պետության մաս, նրանք փաստորեն ազգայնականներ չեն, որտեղ նրանք ինքան էլ չեն հավատում Հայաստանի սուվերենիտետին։ Անպայման ուզում եմ նշել մեր ռադիո լսողների համար, որ անձամբ ես ոչ ոքին չեմ պաշտպանում, պարզապես ելնելով լրագրողական, այսպես ասած, նեյտրալ կարգավիճակից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չունի որևէ հայտարարություն, որում նշում է, որ մենք ուզում ենք դառնալ միութենական պետություն։ Դե ասենք ֆորմալ հայտարարությունների մասին չի խոսքը գնում, հա, կարող ենք խոսում կարդալին այս տողերի միջև ու տեսնել նրանք ինչի մասին են խոսում, հա, բայց առանց դրա մեջ խորանալու, գնալու այդ կռվի ման մեջ բան անելու, թաթախվելու, ազգայնականությունը նշանակում է արդյոք դու հավատում ես հայկական պետականությանը, թե չես հավատում։ Ուղղակի մենք ազգայնականություն սկսել ենք հասկացել, դա դասական հասկացություն հասկացել։ Այսօր ադությամբ ազգայնականություն դա դարձել է իրականություն, որտեղ եթե թուրքերին ատում ես, ուրեմն ազգայնական ես, եթե թուրքերի հետ ուզում ես բարիշել, ուրեմն դու ազգայնական չես։ Կկարծիք, որ դա սովետական միությունից է գալիս, երբ որ ազգայնականությունը պոկվեց ֆորմալ, հա, պետություն գաղափարից, հա, սովետական համակարգը բազմազգ, հա, սովետական միության ազգերի մոտ զարգացնում էր ազգայնականությունը որպես էթնիկ, հա, մշակութային ինքնություն եւ ազգայնականություն դա նույն բանը չէ։ Սովետական կան երկու հասկացություն՝ ինտերնացիոնալիզմ ու նացիոնալիզմ։ Ինտերնացիոնալիզմ նշանակում է, որ քո ինքնությունը կապված է դասակարգի հետ, բամբոր գյուղացիական, եւ հետեւաբար որպես հայ դու գզում ես կապ, то չգիտեմ, ադրբեջանցի, ֆրանսիացի, բելգիացի, ավստրալիացի բամբոր գյուղացու հետ, հա։ Բայց դա ոնց որ դա հիմնական քո ինքնություն, բայց դու նաեւ կարող ես ունենալ երկրորդական ինքնություն որպես հայ։ Ու այդ ինքնությունը խրախուսվում էր, մենք ունենք հայկական դպրոցներ, ունենք հայկական մշակույթ, բայց մի բան է, ասենք, խրախուսել ժողովրդական բաները, գաղափարները, ժողովրդական արժեքները, լրիվ ուրիշ բան է խրախուսել նացիոնալիզմը, որ նշանակում էր բան, քաղաքական ինքնություն։ Այսինքն որ հայերը լինեն ոչ թե սովետական միության մասը, հա, այլ իրենց գլխավոր ինքնությունը լինի հայ լինելը, եւ որը կբերեր հայկական պետականության ձևավորմանը, որը կհակասեր իհարկե սովետական միության հիմունքներին, հա։ Ու վերջում դա էլ եղավ։ Այդ ազգայնական գաղափարները հայերը որոշեցին, որ իրենք են ուզում պետականություն, վրացիները ուզում են, ադրբեջանցիները բոլորը, ու դրա հետևանքով սովետական միությունը նաեւ դրա հետևանքով փլուզվեց։ Հիմա հարցս պատասխանը չեք այնտեղ Սփյուռքում նեղանում են Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունից։ Դե նեղանում են ովքեր, այնտեղ կասենք 6 միլիոն հայ, անձամբ իրենց բոլորին չգիտեմ, հա։ Ես գիտեմ դաշնակների, որ շատ դեմ են նրա ինչ որ անում է Հայաստանը, բայց եթե ասենք իմ շրջակայքում, հա, գուցե իրենք կազմում են, դա իմ շրջակայքը շատ ռեպրեզենտատիվ չի, գուցե կազմում են գուցե 10% եղածների, հա։ Եթե հա, ես չեմ տեսնում, որ ասենք
ասենք հայկական համայնքը ընդհանուր կերպով դեմ լինի այսօրվա հայկական կառավարության։ Ես կասեի հակառակը, ասենք հայերը, որոնք ապրում են Ամերիկաներում, Ֆրանսիաներում, Եվրոպաներում, իրենք ուզած-չուզած առնչվում են թուրքերի հետ, իրենք շփվում են թուրքերի հետ, որոշ դեպքում իրենք աշխատում են թուրքերի հետ, ես թուրքի հետ եմ աշխատում, ես դասավանդել եմ կուրս անցած սեմեստր, Bilge Yildiz գիտնականի հետ, ու իրանք տեսնում են, որ դե թուրքերի հետ կարելի է խոսել, դրանք այն, չգիտեմ, կոտոշավոր բաները չեն, սատանաները չեն, որոնք մեզ երկար ժամանակ ներկայացնել են, հա։ Դու կարող ես միաժամանակ եւ, ասենք, համարել, որ Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի ցեղասպանությունը, հա։ Մյուս կողմից էլ ասել, որ ասենք կոնկրետ Թուրքի հետ շփվել հանգիստ կարելի է, դա երկու բաները իրար չեն հակասում։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես ուզում եմ մեր զրույցի ավարտին մոտենանք վերջին, հա, հարցին, պարոն Դանագուլյան, 2026-ի հետ կապված կամ 26-ի, 27-ի ինչ-որ ծրագրեր կան, չգիտեմ, սուպեր համակարգիչ է բերվել Հայաստան, արդեն իրոք գնում են լուրջ խոսակցություններ ակադեմիական քաղաքի մասին։ Ինչ տրայեկտորիա եք տեսնում Հայաստանում գիտության, կրթության զարգացման համար, ինչ որ լավատեսություն ունեք, թե դեռ շատ հեռու է նման ծրագրեր։ Իմ որ կետերում եք տեսնում լավ։ Իմ որակական սուբյեկտիվ տպավորությունը դրսից նայելով, ստեղ ժողովրդի հետ խոսալով եւ այլն, այնա որ մենք ես տեսնում եմ այնց բավական ինտենսիվ արդյունաբերական բարձր տեխնոլոգիական արդյունաբերական աճ, որը ստեղծել է ու ստեղծելու է ավելի շատ բանի աշխատուժի, հա, կրթված աշխատուժի պահանջարկ։ Այդ պահանջարկը գնալով ավելի սաստկանալու է։ Հիմա ռեալ հարցը, թե արդյոք կրթական համակարգը կարողանալու է բավարարել այդ պահանջարկը, հա։ Ստեղ այնինչ որ ես էլի դուրսից տեսնում եմ, որ մենք այդ պահանջարկը մեծանում է ու կա արդյունաբերությունը, որը գնալով ավելի շատ բան է պահանջելու, ավելի լավ մասնագետներ է պահանջելու, ոչ միայն ավելի շատ, բայց նաև ավելի լավ։ Դե խնդիրները գնալով ավելի բարդանալու են, բայց ինձ օրինակ պարզ չէ, արդյոք կրթական համակարգը կարող են նրան հետևից հասնել։ Հա։ Իմ զգացմունքն է, որ պետական կրթական համակարգը այն առաջ չափազանց դանդաղ է շարժվում, եւ դա մասամբ նրանից է, որ պետական համակարգը պետական է։ Պետական կազմակերպությունները չկան ուժեղ խթաններ նրանց համար ինչ որ բան անելու ամենտեղ, ոչ միայն Հայաստանում, ամենտեղ։ Երբ որ մարդկանց աշխատավարձները երաշխավորված են, այնց այրող հրատապություն չկա ինչ որ բան փոխելու։ Իսկ նույն որ ժամանակ մասնավորները գնալով ավելի բան կանեն, այդ իմաստով ավելի կուժեղանան։ Բայց դա իմ արդեն մի քիչ իմ բանն է։ Հա, այստեղ մի քիչ աշխարհայացքային հարցել է, որովհետև այդ հակառակ կարծիքն է, չէ՞, հնչում, որ երբ որ գիտնականը անդադ պետք է մտածի իր աշխատավարձը ինչպես անի, որ ավելի բարձրանա եւ այլն, դա բերելու է նրան, որ ինքը լուրջ գիտական ուսումնասիրությունները թողած զբաղվելու է։ Չգիտես ինչու 100,000 ամերիկացի գիտնականներ ամեն օր մտածում են ոնց փող բերեն, որ բան անեն, ու դրանից ամերիկյան գիտությունը չի բանանում, տառապնես կասեի ու հակառակն է։ Ես մի հատ ռուս ֆիզիկոս ընկեր ունեմ, ինքը մի հատ շատ լավ արտահայտությունն է, ասա ֆիզիկոսները այդ մարդիկ են, որոնք բավարարում են իրենց հետաքրքրասիրությունը հարկատուների հաշվին, հա։ Ու ասացել նա ու դա շատ տարածված բան է, մոտեցում է ամերիկացի գիտնականները, որ ֆիզիկոսը գիտնականը պետք է ամեն օր պետք է ապացուցի հանրությանը, որ այն ինչ որ իրանք անում են, հա, դա օգտակար է հանրության համար։ Ինքը պետք է ամեն օր պետք է համոզի հանրությանը իրեն փող տալու համար, հա։ Մեր խնդրեմներից մեկը Հայաստանում է, որ դա սովետական ժամանակից են ասել, որ ասենք գիտնականների մոտ ավելի շուտ բան, անգլերեն բառ կա entitlement։ Իրենք համարում են, որ իրենք պետք է նստեն այս գործ անեն, որ իրենք որոշել են շատ կարևոր է, որտեվ իրենք խելոք են, իրենք գիտեն, քաղաքացին ոչ մի բան չգիտի, իսկ քաղաքացին պետք է գա իրեն պետք է փող տա ու մի հատ շնորհակալություն ասի։ Երբ որ դու տենց համակարգ ունես, այն շատ արագ գնում է բան, ձորն են գնում։ Շատ լավ, եւ այս ուրախ նոտայի վրա ավարտեք մեր զրույցը մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դիտում եւ լսում եք գործարարալիքը մեր հյուրն էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը, տաղավարում աշխատեց Լիանա Խաչատրյանը։ Ցտեսություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։